Ռեոփնի եթերում Ռենյուզի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ավարտվել է վարդապետների ժողովը։ Անանիա վարդապետը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե քննարկել են այսօրվա մտահոգությունները։ Դիրքորոշումները հետո կարտահայտեն։ Վարդապետը հերքել է լուրերը, թե քննարկել են նախորդին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների հարցը։ Տեսնենք, թե որ հոգևորականների հետ են խոսել վարդապետների ժողովից հետո, ինչ են ասել լրագրողներին։ Կիրակի օրը նոյեմբերի 30-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնա։ Սուրբ Սարգիս կգնա Նիկոլ Փաշինյանը, երկու հատ մոմ կվառի, որ անբաժան լինեն ինքն ու կաթողիկոսի դեմ ընդվզած եպիսկոպոսները։ Վարչապետը, որ 3 կառավարությունում ընդունել էր եպիսկոպոսներին, այսօր տեսանյութը հրապարակել, թե Կիրակի իր մկրտության եկեղեցում Սուրբ Սարգսում կմասնակցի պատարագի։ Չի շտապում խոսել Մայրաթորը նախորդի հանդիպման մասին։ Տեր Ասողիկն է ասում ուխտադրուժ ու նենգադավ են վարչապետի մոտ գնացած սրբազան հայրերը։ Նրանց հետ հաց եմ կիսել Մայրաթորի սեղանատանը, նրանց հետ ապրել եմ Աստվածակառույց Մայր տաճարի հովանու ներքո, նրանց հետ աղոթքի եմ կանգնել Տիրոջ Սուրբ Սեղանի առջև, ի Քրիստոս սիրո Սուրբ ողջույն փոխանակելով, հիմա ինչպես նայեմ նրանց երեսին։ Այսօր Գերագույն հոգևոր խորհրդի ժողով են հրավիրել Մայրաթորում, հնարավոր է քննարկել են նաև վարչապետի մոտ գնացած սրբազանների հարցը, 8 սրբազանի իրար գլուխ հավաքել ու արժանիքներից է խոսել Նիկոլ Փաշինյանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սկզբունքային դիրքորոշման համար։ 8-ից մեկը Բալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանն է։ Տարիներ առաջ հայկական ժամանակը զրուցել է Վրաստանի նախագահի աշխատակազմից մեկի հետ, որը պատմել է, թե տեղեկություններ ունի, որ Վազգեն սրբազանը կապեր է ունեցել թեթևաբարո կանանց հետ, ռեստորանային խնջույքներ, ֆինանսական չարաշահումներ արել եւ այլն։ Վազգեն եպիսկոպոսի օրոք Վիրահայոց թեմի մի քանի եկեղեցիներ անցել են վրաց եկեղեցուն։ Նավասարդ arczepiskopos Կճոյանն է, հայտնի Բենթլիով սրբազանը, ինչի մասին ամենաշատը խոսում էին հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցը։ Հիմա իրար հետ եկեղեցին են մաքրում։ Բայց չհասկացա, հոգևորականը Բենթլի ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Մասյացոտ ընթեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որն ամիսներ առաջ ուխտադրժություն էր համարում իշխանություններին միանալը, հիմա միացել է, հյուրընկալվել կառավարության շենքում։ Այս մեզ որևէ մեկը թող մտքով չհասկացնի դարձնել գործիք։ Այս քաղաքական զարգացումների մեջ մենք ավելի լավ է հալածվող եկեղեցի մնանք, քան դառնան գործիք։ Հանդիպմանը ներկա էր նաև Արաքել arczepiskopos Քարամյանը, որն ըստ չհաստատված տեղեկությունների քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քարամյանի հայրն է։ Հոգևորականը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, թե նախկին պաշտոնյան իր հորեղբոր թոռն է։ Հետաքրքիր զուգադիպությամբ պաշտոնյայի հոր ու հոգևորականի անունները համապատասխանում են Էլբեկ, ընդ որում Արաքել եպիսկոպոսի ազգանունը Քարամյան է ըստ ընտրողների ռեգիստրի, չնայած Մայրաթորի էջում Քարամյան առանց ե-ի։ Կառավարություն էր գնացել նաև Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Նրա այցը հատկապես սուր քննադատության է արժանացել արցախցիների շրջանում։ Հոգևորականների ու Փաշինյանի հանդիպմամբ մաքրվեց ինչ-որ չափով եկեղեցին, ասում է Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրդանեսը։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, նշելով, որ Գերագույն հոգևոր խորհրդի նախատեսված ժողովը կաթողիկոսի նախագահությամբ հնարավոր չի եղել գումարել վարչապետի հետ երեկվա հանդիպմանը եղած 5 սրբազանի բացակայության պատճառով։ Այնուամենայնիվ ժողովականները անդրադարձել են 3 եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Արձանագրվել է, որ տեքստը ամբողջությամբ խեղաթյուրված է ներկայացնում Արշակ սրբազանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Մայրաթորի տարածած հայտարարությունում նշվում է, թե ակնհայտ է, որ նամակի մեջ կաթողիկոսի հասցեին մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու։ Հանձնախումբն ըստ էության որևէ նիստ չի գումարել եւ անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ սրբազանին հանդիպելու իր հետ։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Նշվեց նաեւ, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել քննչական կոմիտե սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով։ Սպառիչ եւ լիարժեք չէ եւ չի կարող արժանահ
ամենահավատ հիմք ծառայել, որովհետև չէր կարող ընդունելի նկատվել հայոց հովվապետի կողմից։ Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նրանք վնասվածքները ստացել են ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում։ Մանրամասներն ուսումնասիրվում են։ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգն է քննարկել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կանանց խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իրեն Ֆելինի գլխավորած պատվիրակության հետ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերն ընդգծել են քաղաքականության մշակման, բանակցությունների վարման և անվտանգության հարցերում կանանց մասնակցության ու ձայնի լսելի լինելու կարևորությունը։ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում և վավերացնում է Եվրամիության հետ առանցքային համաձայնագիր։ Օրակարգում մեկ հարց է Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրի վավերացումը։ Ըստ նախագծի հիմնավորման համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտա օգտագործելու Եվրամիության փորձն ու գիտելիքները ճգնաժամերի կառավարման ոլորտում։ Համաձայնագիրը այս պահին սահմանում է, որ մասնակից պետությունները իրենք են, որ հոգում են ծախսերը համապատասխան իրենց անձնակազմի մասնակցելու առաքելությանը եւ նույն ժամանակ Եվրոպական միությունը թե քաղաքացիական եւ թե ռազմական առաքելությունների պարագայում ունի համապատասխան գործիքակազմ, որով հնարավորություն ունի աջակցելու մասնակցող պետություններին։ Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել Եվրոպական միության փորձն ու գիտելիքները։ Խաղաղության հեռանկարների բարելավման համատեքստում թե Բաքուն, թե Երևանը դիտարկում են Եվրամիության հետ ավելի սերտ կապերի հնարավորությունը որպես այլընտրանք Մոսկվային։ Այս մասին գրել է ամերիկյան դեմոկրատների խոսափող Պոլիտիկոն։ Ըստ պարբերականի նրանց մասնակցությունը դիտարկվում է որպես կրիտիկական կարևոր ցանկացած լուրջ տարածաշրջանային համագործակցության համար եւ կարող է լրացուցիչ բոնուս բերել Թուրքիայի հետ Եվրամիության հարաբերությունների առաջմղման իմաստով ավելի կառուցողական ուղղությամբ։ Եվրամիության պաշտոնյաներից մեկը կատակել է, թե գուցե Հայաստանը դառնա հաջորդ Մոլդովան։ 3 գումարած 3 ձևաչափով հաջորդ հանդիպման օրն ու վայրը դեռևս որոշված չեն։ Ի պատասխան Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցման հայտնել են արտգործնախարարությունից։ Գերատեսչությունից հիշեցրել են, որ տարածաշրջանային խորհրդատվական 3 գումարած 3 հարթակի մասնակիցները նախորդ նիստի արդյունքներով պայմանավորվել են դիվանագիտական խողովակներով որոշել հաջորդ հանդիպման օրն ու վայրը, ելնելով այն փոխըմբռնումից, որ առաջիկա 2 նիստերը պետք է անցկացվեն Երևանում եւ Բաքվում։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հաջորդ նիստը կազմակերպելու մասով Մոսկվան ակնկալում է Երևանի եւ Բաքվի միջև օպերատիվ պայմանավորվածություն։ Երբ եւ ինչ նպատակով է ձևավորվել 3 գումարած 3 ձևաչափը եւ արդյոք երբևէ լիարժեք կայացել է։ Սիմոն Հովհաննիսյանն է պատմում։ Մոտ 1 տարի է տարածաշրջանի երկրները մի հարկի տակ չեն հավաքվել։ Վերջին անգամ 2024-ի հոկտեմբերին 3 գումարած 3-ի առայժմ թերի ձևաչափով մի սեղանի շուրջ նստեցին Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները։ Ստամբուլում այս հանդիպման ժամանակ կողմերը հայտարարեցին, որ ուզում են տարածաշրջանում խնդիրները լուծել առանց արտաքին միջամտության։ Այն համապատասխանում էր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի, բայց հետագայում տեսանք նաև որ Ռուսաստանի ու նաև Իրանի պատկերացումների տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Ավելին, թեև մտահղացումը պատկանում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Էրդողանին ու Ալիևին 44-օրյա պատերազմից հետո, բայց աստիճանաբար դրա քաղաքական նշանակությունը սկսեցին ընդգծել Ռուսաստանն ու Իրանը։ Հայտնի է, որ հատկապես Մոսկվան ու Թեհրանն են խիստ զգայուն արտատարածաշրջանային ուժերի միջամտության հանդեպ։ Дополнительно мы видим немалый потенциал. Մենք նաև զգալի ներուժ ենք տեսնում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի ձևաչափի մշակման մեջ։ Հարավային Կովկասի 3 երկրներ եւ նրանց անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան։ Թեհրանում եւ Ստամբուլում արդեն տեղի են ունեցել 2 նախարարական հանդիպումներ։ Այժմ մենք քննարկում ենք 3-րդ նախարարական ֆորումի անցկացումը։ Թեհրանում եւ Ստամբուլում ունեցած շփումներից հետո մենք հնարավորություն ունենք որոշակի լավատեսություն զգալ այս հարթակի ապագայի նկատմամբ։ Ձևաչափը պիտի ուղղված լիներ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը եւ խաղաղության հաստատմանը։ Չնայած դրան վերաբերող միակ հռչակագիրն ու համաձայնագիրը նախաստորագրվեց Վաշինգտոնում։ Ամերիկյան կողմի հաջողությունը կապված է նրա հետ կամ սկզբնական այս փուլում կարելի է ինչ-որ հաջողություն անվանել, առնվազն իրենց տեսանկյունից, որ
փորձել են ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ գտնել, որը հաշվի առնում ինչպես Հայաստանի մտահոգություններն ու կարմիր գծերը, այնպես էլ Ադրբեջանի մեծ հաշվով ցանկությունները։ 3 գումարած 3-ը իր գործունեության ընթացքում այդպես էլ 6 չդարձավ։ Պաշտոնական Թբիլիսին ի սկզբանե հրաժարվել է մասնակցել 3 գումարած 3 ձևաչափին, իր որոշումը պատճառաբանելով Ռուսաստանի հետ խնդիրներով, մասնավորապես Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերով։ Ձևաչափը փաստացի գործում է 3 գումարած 2 կազմով առանց Վրաստանի, թեև մյուս անդամները պարբերաբար նշում են, որ հարթակի դռները բաց են Թբիլիսիի համար։ Այս ձևաչափը կարելի է նշել, որ ավելի խորհրդատվական ձևաչափ է, այսինքն մեծ հաշվով տարածաշրջանային երկրները խոշոր եւ փոքր հավաքվում են հենց տարածաշրջանային խնդիրներ քննարկելու համար։ Մինչ օրս կայացել է ձևաչափի 3 հիմնական հանդիպում, վերլուծաբանի կարծիքով արդյունքներն առայժմ շոշափելի չեն, գուցե լայն հանրության համար տեսանելի չլինեն։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքում 2021-ին, փոխարտգործնախարարների մակարդակով։ Երկրորդ հանդիպումը 2023-ին Թեհրանում հավաքեց արտգործնախարարներին։ Երրորդը արդեն անցած տարվա Ստամբուլի հանդիպումն էր։ Ես չեմ կարծում, թե կա որևէ պետություն, որը չի ուզում ներդաշնակ, խաղաղ եւ բոլորին ձեռնտու շահավետ մթնոլորտում զարգացնել հարաբերություններ իր տարածաշրջանում իր հարևանների հետ։ Այս առումով 3+3-ը լավ քննարկումների հարթակ է, կարծում եմ օգտակար հարթակ է, բայց նաև ոչ պիտի սահմանափակվենք այս հարթակով։ Հայաստանը դրական է վերաբերում 3+3 ձևաչափին, այն դիտարկելով որպես տարածաշրջանային նախագծերի քննարկման հարթակ։ Հայկական կողմն այստեղ առաջ է մղում իր խաղաղության խաչմերուկ նախագիծը պայմանով, որ ձևաչափը չանդրադառնա այլ հարթակներում քննարկվող հակամարտությունների կարգավորման հարցերին։ Հայաստանը նաև պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել հաջորդ նախարարական հանդիպումը։ Սիմոն Հովանիսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Չինաստանը վճռական բողոք է հայտնել Ճապոնիային, որի վարչապետ Սանաե Տակայիչին ըստ Պեկինի շարունակում է խափանել երկկողմ հարաբերությունների քաղաքական հիմքը, որը սահմանվել է չին-ճապոնական 4 քաղաքական փաստաթղթերի ոգով։ Ընդդիմադիր կուսակցության առաջնորդների հետ բանավեճի ժամանակ Տակայիչին ասել էր, որ հրաժարվելով Սան Ֆրանցիսկոյի խաղաղության պայմանագրով նախատեսված բոլոր իրավունքներից եւ պահանջներից, Տոկիոն այն դիրքում չէ, որ ճանաչեն Թայվանի իրավական կարգավիճակը։ Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Թայվանի վերադարձը Չինաստանին երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի պտուղներից մեկն էր եւ պատերազմից հետո նրա անբաժանելի մասը։ Միջազգային հրահոսին հետևում է Դավիթ Գենջոյանը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է Ժնևի բանակցությունների հիման վրա Միացյալ Նահանգների հետ խաղաղության բանաձևի մշակման մասին, ինչին ի պատասխան Վլադիմիր Պուտինը նշել է, որ այդ նախագիծը կարող է համաձայնագրի հիմք դառնալ միայն ուկրաինական զորքերի դուրսբերման դեպքում, միաժամանակ կասկածի տակ դնելով Կիևի իշխանության լեգիտիմությունը եւ սպառնալով շարունակել պատերազմը։ Դիվանագիտական այս զարգացումների ֆոնին Պուտինը հաստատել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ կապերի պահպանումը եւ զգուշացրել ակտիվների բռնագրավմանն ուղղված պատասխան քայլերի մասին։ Միևնույն ժամանակ Զելենսկին Լատվիայից հոբ համակարգերի աջակցություն է ստացել, իսկ Հունգարիան պատրաստվում է բանակցել Ռուսաստանի հետ էներգակիրների շուրջ։ Սպիտակ տան մերձակայքում աֆղանցի ներգաղթյալը իրականացրած հարձակման հետևանքով ազգային գվարդիայի անդամ Սարա Բեքստրոմի մահից հետո նախագահ Դոնալդ Թրամփը դեպքը որակել է ահաբեկչություն եւ մեղադրելով Բայդենի վարչակազմին ստուգումների ձախողման մեջ կարգադրել է խստագույնս վերանայել Ապաստանի տրամադրման գործընթացը։ Կասկածյալը Աֆղանստանից Միացյալ Նահանգներ էր ժամանել 2021 թվականին տարհանման ծրագրով։ Վաշինգտոնն անորոշ ժամկետով սառեցրել է աֆղանստանցիների ներգաղթի գործերի մշակումը։ Գվինեա Բիսուայի զինվորականները ընտրությունների արդյունքների հրապարակման նախաշեմին տապալելով քաղաքացիական իշխանությունը անցումային նախագահ են նշանակել գեներալ-մայոր Հորտա Ինտաային։ Հեղաշրջումը պատճառաբանելով թմրավաճառների կողմից ժողովրդավարությունը զավթելու վտանգը կանխելու անհրաժեշտությամբ։ Մինչ նոր ղեկավարությունը հայտարարել է մեկամյա անցումային շրջանի մասին, պաշտոնան կարված նախագահ Ումարո Սիսակո Էմբալոն Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանային բլոկի միջամտությամբ կարողացել է լքել երկիրը եւ մեկնել Սենեգալ։ Գազայում տեղատարապ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղները ծայրահեղ ծանր կացության մեջ են դրել տեղահանված պաղեստինցիներին, որոնք իսրայելական սահմանափակումների պատճառով զրկված են կենսական նշանակության օգնությունից։ Հումանիտար ճգնաժամին զուգահեռ Հորդանան գետի արևմտյան ափին լարվածությունն աճել է։ Ջենինում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ իսրայելցի զինվորականները գնդակարել են 2 անզեն պաղեստինցու։ Ռազմական գործողությունները չեն դադարում նաև հյուսիսում, որտեղ Իսրայելը անտեսելով գործող հրադադարն ու Հռոմի պապի սպասվող այցը ակտիվացրել է ավիաարվածներ Լիբանանի ուղղությամբ, թիրախավորելով Հեզբոլայի ենթակառուցվածքներին ու բարձրաստիճան հրամանատարներին։
Սիրիայի Դամասկոսի արվարձաններում գտնվող Բեյթջին քաղաք իսրայելական զորքերի ներխուժման եւ դրան հաջորդած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում երեխաներ, իսկ 6 իսրայելցի զինվորականներ վիրավորվել են։ Ըստ հաղորդումների իսրայելական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել, ինչին ի պատասխան բանակը կիրառել է հրետանի եւ ավիացիա, արգելափակելով փրկարարների մուտքը եւ ստիպելով տեղի բնակիչներին լքել բնակավայրը։ Լարվածության այս հրացումը տեղի է ունենում 2024 թվականին նախագահ Բաշար Ալ-Ասադի տապալումից հետո Իսրայելի կողմից հարավային Սիրիայում օկուպացիոն գոտիների ընդլայնման եւ հաճախակի դարձած ռազմական գործողությունների համատեքստում։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Վերջին մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 121 դեպք, մասնավորապես տրանսպորտային միջոց վարելու իրավախախտման 45, թմրանյութի հայտնաբերման 12, խարդախության 9, ֆիզիկական ներգործության 7 եւ այլ դեպքեր։ Ճանապարհատրանսպորտային խախտումների վիճակագրության համաձայն անցած 24 ժամում գրանցվել է 18 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 21-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Երևանում եկող տարվա հոկտեմբերին շախմատի առաջին միջազգային փառատոնը կլինի։ Լայնածավալ բացօթյա տոն, որը կանցնի հայկական շախմատի հանճար Լևոն Արոնյանի հովանու ներքո։ Պատվավոր հյուրերի թվում սպասվում է, որ Հայաստան կգան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու մոլորակի ուժեղագույն շախմատիստուհի Հուդիթ Պոլգարը։ Փառատոնը նախաձեռնողներին աջակցում է Երևանի քաղաքապետարանը։ Շախմատը հայերի համար երբեք պարզապես խաղ չի եղել, այն մեր մտածելու, ստեղծելու եւ համախմբելու ձևերից մեկն է, նշել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը։ Այժմի համար այսքանը, լուրերի մեր գլխավոր թողարկումը ժամը 20-ին է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։